Սրա մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Աճը սկզբում մարդուն միշտ դարձնում է միայնակ։ Ոչ թե որովհետև դու դարձել ես չափազանց լավը, այլ որովհետև դուրս ես եկել քո հին նորմայից։ Յուրաքանչյուր մարդ ունի իր նորման։ Որքան վաստակել, ինչպես հանգստանալ, ինչի մասին անհանգստանալ, ինչ նպատակներ համարել իրական։ Եվ այդ նորման գրեթե միշտ ձևավորվում է շրջապատի կողմից։ Սոցիոլոգները դա անվանում են ռեֆերենտային խումբ։ Մենք հասկանում ենք որտեղ ենք գտնվում, մեզ համեմատելով շրջապատող մարդկանց հետ։ Բայց ահա թե ինչ է տեղի ունենում, երբ դու կտրուկ աճում ես։ Փոխվում է փողի քանակը, փոխվում է ռիթմը, փոխվում են թեմաները։ Այն ինչ նախկինում սովորական խոսակցություն էր, հանկարծ դադարում է լինել քոնը։ Հին խումբը այլևս չի համապատասխանում քո կյանքին, իսկ նորը դեռևս չի հայտնվել։ Դու դեռ չես ինտեգրվել նոր միջավայրում։ Այնտեղ այլ կանոններ են, այլ քայլեր, վստահություն դեռ կառուցված չէ, եւ դու հայտնվում ես երկու աշխարհների միջև։ Քո շուրջը կան մարդիկ, բայց նրանք քոնը չեն։ Ահա թե ինչու է աճը հաճախ զգացվում ոչ թե որպես հաղթանակ, այլ որպես մեկուսացում։ Սա ոչ թե խափանում է, այլ պարզապես անցումային շրջան։ Գրեթե ցանկացած մարդ, ով իսկապես փոխում է իր կյանքի մակարդակը, անցնում է այս փուլով։ Հարցը միայն մեկն է. արդյոք դու կանգ կառնես, որպեսզի կրկին լինես ինչպես բոլորը, թե կդիմանաս այս դադարին այնքան ժամանակ, մինչև հայտնվի նոր միջավայրը։ Եթե սեղմես բաժանորդագրվել, քո կյանքը կլինի ավելի լավը, քան եթե չսեղմես։